Հայաստանում ամենափակ համակարգերից մեկը շարունակում է մնալ քրեակատարողականը։ Գաղութներին առնչվող բարեփոխումները, որոնց մասին պարբերաբար խոսում են ոլորտի պատասխանատու պաշտոնյաները, մնում են հանրության աչքից հեռու, ճաղերի հետևում։ Դրանց արդյունքները գուցե հաստատեին կամ հերքեին հենց դատապարտյալներն ու կալանավորները, բայց ոլորտի առանձնահատկությունն էլ դրանում է։ Նելսի մարդիկ երբեք չեն խոսում Նելսից։ Մնում է ապավինել վիճակագրական տվյալներին, իսկ դրանք երբեմն հետաքրքիր միտումներ են բացահայտում։ Օրինակ, տնտեսագետ Արտակ Քյուրումյանի կազմած վիճակագրական գրաֆիկը ցույց է տալիս, որ 2017-ի համեմատ գաղութների ֆինանսավորումը գրեթե կրկնակի աճել է։ Մասնագետները սակայն նկատում են, որ ֆինանսավորման աճը դատապարտյալների ու կալանավորների պահման պայմանների վրա կարծես որևէ կերպ չի ազդել։ Ֆինանսավորման ավելացում, բարելաված շենքային պայմաններ, կրթական վիճակի բարելավում, առողջական վիճակի բարելավում, սինխրոն կապը այս բոլոր հարցերի միջև չկա։ Մեծ հաշվով ֆինանսավորման ավելացումը պետք է նպաստեր որոշ պարզագույն խնդիրների լուծմանը, օրինակ սննդամթերքի որակի բարձրացմանը, բայց ըստ փորձագետների այս ոլորտում էական ոչ մի տեղաշարժեր չկա, ավել փողը չի հանգեցրել բարելավման։ Խնդիրն այս ոլորտում ֆիքսել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր տարեկան զեկույցում։ Չնայած սննդի որակի բարելավման ուղղված քայլերին, դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ սննդի պատրաստման եւ մատուցման պայմանները չեն համապատասխանում սահմանված սանիտարական նորմերին, իսկ տրամադրվող հիգիենիկ պարագաները բավարար չեն անձնական հիգիենան լիարժեք ապահովելու համար։ Մյուս կարևոր հարցը առողջապահության ապահովումն է։ Կա կարծիք, որ այն դեռևս գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա եւ մարդիկ, որպես կանոն, գաղութներից դուրս են գալիս տարբեր ծանր եւ թեթև հիվանդություններով, որովհետեւ դրանք ժամանակին չեն բուժվել։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում շարունակական բնույթ են կրում դեղորայքի ոչ պատշաճ տրամադրման, բժշկական անձնակազմի պակասի եւ պատշաճ բժշկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված խնդիրները։ Վերջին տարիներին պարբերաբար խոսվում է քրեակատարողական հիմնարկներում շենքային պայմանների բարելավման ծրագրերի մասին, սակայն դրանց իրագործման ուղղությամբ առայժմ գործում քայլեր չեն երևում։ Պրակտիկայում մենք ունենում ենք դեպքեր, երբ վերանորոգումները կատարվում են, բայց որոշակի ժամանակ հետո այդ ենթակառուցվածքները ներսից սկսում են քայքայվել, ինչը նշանակում է, որ դարձյալ վերանորոգման անհրաժեշտություն է լինում, դարձյալ գումար է հատկացվում, բայց դա չի կարող հանգեցնել անձի առողջական վիճակի բարելավմանը կամ գոնե թե պահպանմանը։ Խնդրի քննարկման ժամանակ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք ևս։ 2018-ին համաներումից հետո գաղութներում շատ ավելի քիչ է դատապարտյալների թիվը, քան 2017-ին է եղել։ Ըստ այդմ, ֆինանսավորման էական ավելացման ազդեցությունը յուրաքանչյուր դատապարտյալի համար պետք է որ ավելի ակներևը լիներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։